Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Գողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին գողմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համակորձակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ գհյուրընկալենք Բուրչամուդի Սրբոց Կարաստից Մանգանց եկեղեցվոտը բրաբետ Փարեշնոր Նորայր Սարգսակ Դալկլաջյանը որ պիտի խոսի այս աշխարհի մարդոց վարմունքը եւ Աստուծո ուզած գենտանի զոհը խորակրով Բարի երեկո դիրացու Բարի երեկո Աստված օգնական այսօր Աստված բաբան լավ դիրացու ուղագի սկսելով մեր այսօրվան նյութին որ վստահ եմ որ գեհդակրե մեր ունգընտիրներն ու ագընտիրները մեր առաջին հարցումը պիտի հետևյալը ինչպես պետք է հասկանալ Բողոս Արաքյալի այն խոսքը որ գսե դուք ցեզ Աստուծո ընձայեցեք որպես գենտանի զոհմը իրեն վերաբահված այս է Աստուծո ուզած հոգևոր պաշտամունքը Այո Բարի երեկո բոլորին ուրեմն այս համարը Բողոս Արաքյալի Հռոմայեցիներուն ուղված նամակի մեջ են առնված է Հռոմայեցիներուն նամակի 13-րդ գլխուն մեջ որ գտնվի վստահ նոր գդագարանի բաժնին որու մեջ Արաքյալը գանտրատարնա հոգևոր պաշտամունքի եւ Աստուծո հաճելի ըլլալու մասին դուք ցեզ ընձայեցեք կամ գարակում դա որոշ թարգմանություններ նաեւ գսեն դուք ցեր մարմինները կամ դերևս դուք ցեր անձերը Աստուծո ընձայեցեք որպես գենտանի զոհ այդ է Աստուծո ուզած պաշտամունքը զոհ բարի հասկացողությունը մեր այսօրվա օրերուն գնա քիչը ժխտական թվիլ հատկապես երբ որ գսե քուանցդ որպես զոհ մատուցե Աստուծո այսպես կրնալալ առաջին լսելով գգազենք որ հեթանոսական նյութ մգամեջը բայց մեկ հատ ճամփորդություն մի եթե ընենք դեպի 5 դագարան եւ դեպի 5 օրերը եւ ոնց տեսնենք զոհ բարի հասկացողությունը ինչ էր հրյական ձեսերը գնդկրգեին զոհի մատուցման արարողություն որոնք դարվա ընթացքին զատկվա օրը դարին մեկ օր մգար որ յուրաքանչյուր հրյա պետք էր Երուսաղեմ երթար եւ հոն զոհեր քանուկ կենտանում պետք է լարն տարավես որ գզոհեին որպես մարդոց մեղքերու կավության համար հոն եթե լավ բատկերացնենք մեր մտքին մեջ գտեսնենք թե քանուկին ցանկը վերջ կգտնե այսինքն անձը որ զոհը գմադուցե իր անձը չէ որ գմադուցե այլ ուրիշ ստեղծված մնե որ գմադուցե եւ 5 դագարանյան կխոսենք քիչ ավելի դեպ երթանք աշխարհի պատմության մեջ առաջին անգամ որ զոհի մատուցում գտեսնենք ըստ Աստվածաշունչի Գայան եւ Ապել եւ իրենց գադարած զոհներ Ապելի զոհը իր գենտայներեն լավակույն գենտայներ որ ան ընդրեց եւ Աստծո զոհ մատուցեց Մինչ Գայան ճիշտ ծավով չգրծավ այդ բաժինը գադարել ան իր լավակույն գենտայները չեր որ Աստծո մատուցեց այլ իր ունեցած բդուներեն ինչպես կսե 5 դագրանը շատ վատ ծավով բաժին որ ներկայացուց եւ ոնց Աստված չի նայեցավ Ապելին որ ուրեմն ոչխար մատուցած է որպես զոհ ադոր ընդունիմ բայց Աստված նայեցավ Ապելի շարժարիտին նայեցավ անոր միտքին նայեցավ անոր սիրտին եւ տեսավ որ ան լավակույնը կներկայացնե ադոր համար Ապելի զոհը ընդունեց իսկ Գայանի զոհը չընդունեց բայց ոս մենք խոսենք դարբեր իմաստի մասին գսենք գենտանի զոհ գսենք գենտանի զոհ բառը ինչ կնշանակի գենտանի նախ կնշանակի աբրող գենտանին աբրող է եւ ոչ թե որ ուրեմն դուք ցեր անձերը սպաննեցեք գենտանի զոհ գսե գենտանի զոհի մասին է եւ համարի շարունակության մեջ նաեւ գսե այս մեկը հոգեվոր պաշտամունք է հոն հրյական դիսական արարողության մեջ գենտանի զոհելը ավելի մարմնավոր պաշտամունքի կաղապարգա հոս հոգեվոր պաշտամունք կգոչի Արաքյալը Հոս ուրեմն Աստծո ուզածը գահսկնանք մարդեն որ իր անձը մատուցե եւ ոչ թե ուրիշ ստեղծվածը զոհ մատուցե իր անձը մատուցե իր անձը մատուցել ինչ կնշանակի եւ հատկապես գենտանի եւ զոհ գսենք
երկու այսպես հագասական բարեր ինչպես կհասկանանք ադի պիտի հասկանանք մեր առօրյա կյանքի ընթացքին մեր աշխատանքով յուրաքանչյուր աշխատանք յուրաքանչյուր շարժում յուրաքանչյուր մտածում պետք է այնպես մըլլա որ Աստծո գամքին հաջելի է եւ Աստծո համար ընդունելի է այնպես պետք է լա որ այսինքն ասենք մեր միտքերով եւ անոր խորհուրդներով մեր մարմնով եւ անոր ըսկայություններով մեր փերնով եւ անոր խոսքերով մեր ցերքով եւ անոր աշխատանքով այդ բոլորը դիտելան այնպես որ Աստծո հաջելի են Սամոս 2 Դավիթ մարգարե Սամոս 2 շատ գեղեցիկ Սամոս ունի որ մեր հայ արաքելական եկեղեցին արաբոդյան ժամանակության ընթացքին գընթերցենք որում մեջ կսե որ դեր ասված կսե եթե քու ուզածդ բադարակ որպես զոհ մատուցել լար կգադարեինք բայց տուն մեր մատուցած ողջագեզը տուն չընդունեցիր անջուտես կփորձեմ աշխարհապարի ծևով ներկայացնել եւ շանագության մեջ կսե Աստծո ուզած բադարակը խոնար հոգին է եւ սուրբ սիրտն է եւ Աստված այն մեկը չար համարել ուրեմն Աստծո ուզած ողջագեզը կամ զոհը գենտանի չէ այլ մարդուն հոգին է մարդուն խոնար հոգին է մարդուն աբրելագերբն է հոգեվոր ճշտամուն կգոչի ասինք արաքյալը եւ ոչ թե մարմնավոր հոս կհասկանանք որ պետք է հոգիով ճշտել Աստված Հիսուս նույնպես դերմը գսե Սամարացի գնոջ դրվակի մեջ կարծեմ գսե որ հոգիով Աստված հոգի է պետք է անոր հոգիով ճշտել ուրեմն ճշտամունքը որ հոգեվոր նորոգություն եւ արտնություն կբերե մարդու մեջ եւ այն ճշտամունքը որ հավատացյալը գմադուցե եւ այդ մեկը հոգեվոր արտնություն կբերե հոգեվոր նորոգություն այդ մեկը միմյան իր անցով չի վերջանար այլ ուրիշին կփոխանցվի ուրեմն ուրիշին հոգեվոր արտնություն եւ նորոգություն պետք է բերե այն ճշտամունքը որ մենք պետք է մատուցենք ճշտամունքը որովհետեւ հիմա կխոսենք ուրիշի մասին առնենք այդ մեկը նաեւ որպես եկեղեցական իմաստով եկեղեցական կյանքի մեջ ինչ կնշանակե Բոս արաքյալը շատ քիղեցիկ ծովիებ այս երկու համարները կներկայացնե 12-րդ գլխում մեջ գարձեք առաջին երկու համարները որպես ընդհանուր ներկայացում մնե շարունակվող մյուս բոլոր համարներուն շարունակության մեջ երրորդ համարեն միջև վերջ այս երկու համարները ավելի այսպես կբացատրե բայց առաջին երկուքեն հետևելով շարունակության մեջ կսե թե ան որ ունի մարգարեության շնորհքը թող պատկամե ան որ ունի ծառայության շնորհքը թող ծառայե ան որ ունի ուսուցանելու շնորհքը թող ուսուցանե եւ այսպես շարքը գերգարի ուրեմն հոգեվոր ճշտամունքը Աստծո ուզած այն է որ մենք կատարենք այն ինչ որ ուրիշին կյանքի մեջ նորոգություն կբերե եւ այս մեկը պիտի կատարենք վստահաբար մեր մարմինով քանի խոսենք հոգեվոր չգարձենք որ մեր ֆիզիկական մեր արդակին երևույթը ասենք կարևոր չէ բնավ երբեք այս մեկը մենք պիտի կատարենք մեր մարմինով եւ մենք մեր անձերը մեր շնորհքները պիտի տեսնենք որ Աստծո կողմը մեզի դրված է որբեսի մենք կատարենք իր կամքը եւ քարոզենք իր խոսքը Աստված յուրաքանչյուրին դված է շնորհք կսե արաքյալը եւ այդ շնորհքը պետք է աշխուժ բայել աշխուժ բայելու համար բնականաբար պետք է այդ շնորհքը կորձի տնել այս մեզի դրված մարմիններով կամ ասենք ամեն տեսակի պայմաններով որ մենք ունենք արաքյալը ուրիշ տեղը եբրայեցիներուն նամակի մեջ գսե որ դեվականորեն օրհներկություն մատուցանենք Աստծո իբրև զո այսինքն մեր շրտները թող իրանոց հավանին այսինքն նույնիսկ մենք խոսքով գնանք Աստված ճաշտել եւ մեր շրտները իր անունը գնան թավանին նույնպես մենք գնանք խոսքով ուրեմն զոհ մատուցած լալ եւ եթե քիդական օրենքան ինչպես որ ասենք մեր մարմնի անդամները ունին մեր մարմինը ունի զանազան անդամներ եւ բոլորը իրար միացած են եւ յուրաքանչյուր մարմնի անդամ եթե բզիկ հիվանդություն կամ դգարություն մատնվի մույս անդամն նույնպես ադոր բնականաբար այդպես պիտի լա նույնպես ադի պիտի վնասվի այս մեկը Բոս արաքյալ կներկայացնե եւ գսե թե Քրիստոսը եկեցող գլուխը մենք անոր անդամները մենք անոր կապված ենք ուրեմն ովևէ անց որ ինչ շնորհք որ բերե բնականաբար եկեցող իվադի եկեցող իշա այդ մեկը գադարած կլա եւ գարկն մեկնիշներ ասենք եկեցող մասին երբ կխոսին քրիստոնեական եկեցող մասին երբ կխոսին գսեն թե եկեցին նախ համախմբում ունե բոլոր ժողովրդին անոր մեջ կան անձեր բայց այդ եկեցին որ ամբողջական
կամ գադարյալ լա, ադի այդ բոլոր անձերուն, որոնք յուրաքանչյուրը հadouk շնորհք ունին, այդ բոլորին համախմբումն է։ Իսկ երկրորդի մեջ կսե նաև եկեղեցու մեջ անհատներ կան, որոնք կունենան դարբեր շնորհքներ։ Բայց առաքյալն նույնպես կսե մեծամիտ մի ըլլակ այն շնորհքին, որ ցեզի դրված է։ Բայց այդ շնորհքը, որ մենք ունենք, գիտակցություն կենտատրե։ Եթե ես առավել շնորհք ունիմ ուրիշեն, չի նշանակեր, որ պետք է հբար դնամ, բայց կնշանակե, որ այդ շնորհքը ես պետք է գարելիակույն չափով իքորց դնեմ, իբադիվ մեր ժողովրդին, ասենք եկեղեցու մեջ մույս անդամներուն, որոնք անդամ են եկեղեցու մեջ։ Եվ ինչպես որովհետև խոսեցանք մարմնի մասին, մարմնի անդամները ասենք, երբ որ իրար հետ համերաշխությամբ կգործեն, առողջ է մարմինը։ Բնականաբար։ Նույնպես նաև մեկը մույսը կամփոխացնի։ Նույնպես նաև եկեղեցու բարակային ոչ թե միայն քահանան, որ կբادرակի կամ սարգավակը, որ կսպասարկի, նույնպես կան թաղականությունները, կան դիկտատը, կան նույնպես ժողովուրդը, որ եկեղեցու մեջ է։ Բոլորը միասին մեկ մարմին կգազմեն եւ բոլորը միասին այս հոգեվոր ճշտամունքները որ պետք է կատարեն։ Շատ բարի։ Առաքյալը երկրորդ հարցումը հետեւյալն է։ Առաքյալը կզգուշացնի հավատացյալը աշխարհի վարմունքը ընտորինագել է։ Ինչ է աշխարհի վարմունքը այսօրվան ակնոցով։ Այո, այս նամակի մեջ մենք ասենք նախ որ առաքյալը իր այս նամակը ուղղած է հեթանոսութենը դարձի եկող քրիստոնյաներով։ Հռոմի ժողովուրդը, Հռոմի եկեղեցին այդորուն, որոնց մեջ կային հեթանոսութենը դարձի եկող քրիստոնյաներ եւ նաեւ որոշ հрьяաներ, որոնք քրիստոնեության դարձած էին։ Եվ կսե անոնց, որ մի ընտորինագեք այս աշխարհի վարմունքը, սել գուզե, ուրեմն հեթանոս ծեր սովորությունները եւ ավանդությունները մի գադարեք։ Հոս ոչ թե դիսական արումով գսե, այլ որպես ցանկի ցև։ Այսինքն զանազան տեսակի մեղքեր, որ դուք նախաբես գադարեիք, անոնց բոլորը ցեզմե հերու բանեցեք, ցեզմե դուրս տրեք։ Այդ ցանկի ցևով դարձյալ մի ապրիկ, որոնց համար Տեր Հիսուս Քրիստոս եկավ եւ ցեզի փրկեց այդ մեղքերն։ Ինչու պիտի գրգին ընթորենագեք այդ հեթանոսական վարկը։ Առաքյալը այսպես ասելով, ուրեմն իր ընթերցողներուն գսեւ մորցեք եւ ցեր ցանկին հերացեք։ Այլևս որովհետեւ դուք հեթանոս ցանկի չեք պատկանիր։ Բայց երբ կսենք դուք հեթանոս ցանկի չեք պատկանիր, չհասկանանք որ խոսքը միայն Հռոմի ուղված ժողովրդին է, ավելի ճիշտ է որ հասկանանք խոսքը բոլոր այն ասկերուն է, որոնք հեթանոսութեն է քրիստոնեության դարձած են։ Ուրեմն խոսքը նաև հայ ժողովրդի համար է, որոնք նույնպես մենք հեթանոսութեն է քրիստոնեության դարձած ենք։ Եվ ճիշտ ինչպես նաև այլ դեղ Բողոս առաքյալ նույնպես Գորոնթացիներուն նամակին գսե որ ովևէ մեկը որ Քրիստոսի միացած է նոր արարած է։ Այլևս չէ այն ինչ որ էր նախաբես, որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ։ Ուրեմն դուք Քրիստոսի կպատկանիք։ Այլևս հին մարդը ձեր մեջ մեռած է։ Նոր մարդն է որ գաբրի Քրիստոսի շնորհքով։ Նաև Հռոմայացիներուն նամակին ուրիշ տեղ մնալ գսե որ մենք մգրդությամբ թաղվեցանք Քրիստոսի հետ եւ հետեւաբար ատկի հետ գալ մենք իր հարությամբ մենք ալ հարություն մի անենք։ Ուրեմն քրիստոնյային բարդավորությունը բեք չէ երկրավոր ցանկի վարմունքներուն հետևիլ ըլլա, այլ պետք է մտածե երկնավոր արժեքներով եւ իրականության մասին։ Այս աշխարհը բարերը հիշած է։ Հոս չհասկանանք աշխարհը որպես միմիայն հեթանոսական միջավայր։ Այս աշխարհը բարերը նոր գդագարանի հասկացողության մեջ դարբեր իմաստներ ունեն եւ ընդհանրապես կներկայացնե զաստված մեր ժողովրդիկը ովևէ դեղ որ առաքյալը կամ Տեր Հիսուս Քրիստոս ինք գխոսի այս աշխարհի մասին, այս աշխարհի մարդոց մասին, ինք գակ նարգե այն ժողովուրդը, որոնք ասուսմե հերույ են։ Հովանես առաքյալ նույնպես իր ընդհանրական նամակին մեջ կսե մի սիրեք աշխարհը, ոչ ալ աշխարհին հadouk ովևէ բան, ով որ աշխարհը գսիրե, Աստծո հանդեպ ճունի իր մեջ։ Ուրիշ տեղ մնալ աշխարհի իշխանը, Տեր Հիսուս աշխարհի իշխանը գսե, սատանային գակնարգե։ Սատանային է իրակնարությունը։ Եվ եթե ըսկուշը լանք ներգայիս այսօր ներգա աշխարհը, որում մեջ մենք կաբրինք, աշխարհը բավական հյուրասեր է։ Բավական հյուրասեր է վատ սովորություններով եւ ամեն տեսակի քեշությամբ եւ մեղքերով, որոնց արմատը չարեն գուկա։
բայց մենք սկիզբը չենք գտնել սկիզբը շատ համեղ է գարձենք չէ բայց ադոր արդյունքը գորուստ է հիմա երբ կխոսիմ աշխարհի մասին չեմ ուզեր ունգընտիրները ժխտական խաղապարան են աշխարհի մասին որովհետև մեկ հատ երտանք ծննդոց քիրք Գերգինա կամ տեսնենք որ Աստված աշխարհը ստեղծեց յուրաքանչյուր օր կանոնով օրենքով ստեղծեց եւ ամեն ինչ որ ստեղծեց բնություն գենտանի նույնիսկ մարդը ինչ որ ստեղծեց զայն սիրեց եւ ադի բարի է սա ինչ որ ստեղծեց Աստված բարի է լավ ուրեմն ինչպես պիտի հասկանանք ասպարակային դերմը գսենք որ աշխարհի գեդեվի ազոտ ճշնամի է դերմը գսենք լավ Աստված ինչ որ ստեղծեց բարի է մենք պիտի հասկանանք ուրեմն նույն Աստվածը գսիր այս աշխարհը երբ որ մենք ադոր մեջ բարեգործությամբ կապրենք բայց չի սիրեր այս աշխարհը եւ որ աշխարհը գտարնա մեծ թաշմը զանազան տեսակի մեղքեր կորզելու այսին փուն բաժարը մարդն է մարդուն բերված ազատ կամ կնա մենք ենք որ գճարացնենք որ այս աշխարհը այո մենք ենք որ գճարացնենք ոչ թե փնությունը ճիշտ անոք դագամին հետ քերսկուտիա մեջ ենք եւ այսօրվա աշխարհը ասինք որ գհրամցնե մարդուն նորարար արժեքներ որոնք արդեն իսկ կրնամ մսել որ արմադացած են մեր յանքերեն մեր միտքերուն եւ մեր վարվելագերբին մեջ արմադացած են արդեն նախքան օրինակներ դալը ասեմ որ այս արժեքները որում մասին գխոսենք ոչ թե միան աշխարհն է որ մենք մեր աչքով գտեսնենք եւ անոր մեջ կհաբրենք մենք այսօր այդ աշխարհը ունենք մեր հերացայիններուն մեջ մեր շուրջը գտնվող աշխարհը դերևս քիչ սահմաններ ունի ցամաքամասերը բայց հերացայինները որ կան անձայրազիր են այս աշխարհը եթե հասկանանք հերացայինը շատ ավելի մեղքերու դեսագանիներու կհանդիպենք որ մենք հոն ետալու բեք չունենք արդեն ինքը մեր կով եկած է արդեն ինքը մեր բնակարաններու մեջն է մեր ցերկերու մեջն է արդեն իսկ անստելով մի քանի փոքր ասենք աշխարհի վանմունքներու մասին փոքր քիչ բացատրություններ տանք անոնց մեկը գրնանք ասել նյութաբաշտությունը այսօրվա մարդիկ կվազեն նյութի հետևեն եւ գարչած կմնան նյութական բոլոր տեսակի հարստության միշտ կցանգան գպապակին ավելի ցերծկել ավելի հարստանալ ավելի ունենալ ավելի հողեր ավելի տրամ եւ ամեն ինչ որ նյութական է ավելի ցերծկել բայց բահմը եթե մարդը մտածի եւ տեսնե որ այս նյութական աշխարհը վերջ ունի նույնիսկ եթե ես հարստություններ ամփարեմ բայց կնալալ իմ կյանքս վերջանա եւ ես անոնք չօգտագործեմ օրինակի համար ուրեմն այս եւ ոչ միայն այդպես որևէ արժեք նյութական այս օրերուն որևէ օր գնա իր արժեքը գործընծնել որևէ նյութական հարստություն քնայուն է եւ արժեքն նույնպես գնա որևէ ադեմ փոխվել եսասիրություն որպես երկրորդ մեղ եսասիրություն ներգայիս շատ գանտիբին զանազան գարկախոսերու որոց մեջ կսեն ես եւ անցս ապրիմ այնպես որ իմ անցս կկոհացնե ապրիմ այնպես ինչպես ես կուզեմ մտածեմ միայն իմ աստական կյանքիս մասին իմ մտահոգություններուս մասին ուրիշը միշտ լա երկրորդական եւ միշտ լա անկարևոր միշտ լամ իմ անցս այս նույնպես աշխարհի ներգա վարկերեն մեկն է երրորդը որ գնանք ասել ոչ կողունակ կամ ասենք ոչ բավարարված վիճակն է անշնորհակալ վիճակն է եւ այս մեկը մենք կանտիբենք ամենաշատ սոցիալ մեդիայի վրա կտեսնենք մարդիկ որ ունին բավական բարիկներ դերևս բավական շնորհքներ բավական լավ թիրքեր բավական լավ պայմաններ բայց եւ այնպես երբ ուրիշին կյանքը կտեսնեն սոցիալ մեդիայի վրա գուզեն ադոր ընթորնակել գուզեն ադոր նմանիլ գուզեն ադորպես ապրիլ եւ այս բարականերն անշնորհակալ են այն բարիկներուն որոնք ստացած են եւ ավելի վատը գա որ մարդիկ գուզեն իրենց առօրյա ապրած կյանքը ամեն ինչ ցուցադրել սոցիալ մեդիայի վրա եւ այսպեսով ուրիշին նախանցը քրքրել ահա եւ այս նույնպես նաեւ եսասիրություն է նույնպես նաեւ նյութաբաշտություն է եւ նաեւ վերջ մուչունի ուրիշին ընթորնագելը վերջ ունի 1001 օրինակներ կան եւ բոլորին հետեւելով դեմոկա կյանքը վերջ մգտնե մեզի եւ մենք չենք իտնայ նեգը երբ է Տանալով Արաքյանի խոսքին որ գսե աշխարհի կյանքը մի ընթորնագեք մի ապրիկ այս կյանքը որուն աշխարհը ցեզի գհրավիրե այսինքն մի որթեքրեք այս կյանքի բոլոր արժեքները բոլոր ցևերը բոլոր սահմանումները որովհետև շատ հաջող աշխարհի կյանքը Աստծո կյանքին հագարակ կնա չհամաձայն աշխարհին հետևողը շատ հաջող կտեսնենք որ Աստծո հետևորդ չէ աշխարհի դվածը
երբ որ ամեն մարդ գստանա, շատ հաճախ Աստծո դված որ ստացած է, ադոր հարկը չգիտնար։ Եվ այդ մեկը գմորնա։ Ուրեմն որքան ադեմ որ աշխարհին գհետևինք, Աստծո մեգա երանանք։ Որքան ադեմ որ Աստծո մեգա երանանք, սրբութենե հերացած կլանք։ Եվ երբ սրբութենե գերանանք, մենք արդեն մեղքի մոդեցած կլանք։ Շատ հստակ ձևով։ Այսօրվա աշխարհի մասին խոսենք նորակույն հաջողությունը արձանագրած է մեր այսօրվա աշխարհը վերջին մի քանի տարիներում։ Հաջողությունը որ բավական արագ դարածվեցավ։ Բավական արագ քյութ բանը, գնա քյութ կոչել, որ գոչվի բոլորին ցանոթ արհեստական բանականություն, artificial intelligence, AI, եղած է մեզ, որ ինքը բավական գուտիրացն է մարդու աշխատանքը։ Եվ գար ժամանակվա մեջ որևէ հարցի լուծում որ ուզես կհարցնես կպատասխանե։ Որևէ ուսումնասիրական աշխատանք որ ուզես կհարցնես եւ քեզի պատասխանը կտա։ Շատ արագ, շատ հագիր ծավով մարդուն օգտակար կդառնա իրականության մեջ։ Բայց միաժամանակ բավական գնան գսել վտանգավոր է։ Բայց ինչու վտանգավոր է արհեստական բանականությունը։ Որովհետեւ մարդու ցերկեն գխել է առաջինը ասենք անոր ուսումնասիրություններ գսիրե քիրք կարդալու ցևը քիրք կարդալու սովորությունը աշխատասիրությունը ծուլության գտանի մարդը եւ որևէ անց որ ուսումնասիրություններ կգադարե քիրքը կգարտա շիդագը նյութի մասին կգարտաս ուրիշ բան կգարտաս ուրիշ բան կսորվիս ոչ թե միայն այդ նյութը բայց երբ որ դու գարցնես արհեստական բանականության քեզի գուտա այնպես պատասխանում այնպես սահմանում որ ինքը գուզե քեզի ադի դալ եւ դու միայն ադի գարնես եւ այդ մեկը քուգտ չէ քու ստեղծագործություն չէ ուրեմն արհեստական բանականությունը նաեւ մարդու ստեղծագործության շնորհքը գխապանե ստեղծագործության շնորհքը գխապանե այսօր դու ինքս գնաս հարցնել որևէ քծակորտուն ուզել եւ քեզի կներկայացնեն որպես թե տուն քծածես ու մնաց քու շնորհքդ ուրեմն նույնպես արհեստական բանականության մասին եւ խոսի գտեսնենք որ ցևոմը գարձես մարդուն գսե միտքդ մի աշխատցներ ցիկես քու աշխատիմ կուդեատ Տունզլուտյանի նետվիր ինչպես որ հիշեցի ռոբոտի գտանի մարդին եւ երբ որ մարդը իր միտքը չաշխատցնե ադոր միտքը գժանկոդի բարձ օրինակ մտանք ասենք հաշվիչ մեքենաները որ բավական դերներ առաջ ասենք ստեղծված կամ մեջտեղ եկած է մարդիկ հիմա այդենից որևէ բան հարցնես հաշիվ ունելու համար հաշվիչ մեքենա կբանան իրենց միտքը չեն օգտագործել իսկ եթե ադի չլա ինքը չի գիտեր ադո պատասխանը տալ որը ինքը միտքը կորցածելու սովորությունը արդեն բավական աչափ մորցած է ուրեմն եթե այս ընթացքով շարունակենք ամեն ինչ վստահել նորարար արժեքին որ արհեստական բանականությունն է գնամ ասել որ հետակային բիդիկա օրմը ուսանք այդ օրը չի ասել բայց դերևս արդեն հոնենք որ մարդիկ պրիչային հերացայիններ համագարկիչներ կորցածելու մեջ բավական միտարաշտիմ են բայց իրենց միտքը կորցածելու մեջ բավական յետե պիտի երթան մենք հոնք երթանք կոր մեր միտքը կորցածել այլևս սկսած ենք մորնալ ինչպես մեր միտքը գնանք աշխատել մինչ քիչ առաջ խոսեցանք աստվածային շնորհքի մասին միտքը աստվածադուր շնորհք է աստված մարդուն տված է որովհետեւ իր միտքը բանականությունը կորցածելով իր ցանկը վարե շատ ճիշտ բայց երբ ադիցուն գեցնես ամեն ինչ հասնեցիր արդեն աշխարհի նորարար արժեքին Արաքյալը շանագության մեջ կսե, համարի շանագության մեջ կսե, նորոգված միտքով նոր մարդ եղեք։ Հիմա մենք խոսենք աշխարհի նորություններու մասին շատերը գսեն, պետք է աշխարհին հետևենք, պետք է ուրեմն նորության հետևենք, մենք հետամնաց չենք, բայց Արաքյալը ադի չսեր։ Գսե հագարակը աշխարհի մի հետևիկ նորոգված միտքով նոր մարդ եղեք։ Ուրեմն հին մարդը գփուջանա, երբ որ իր աստական հաջողքը կփնտրե, երբ որ աշխարհին դրված հաջողքին հետևեն կվազե, գփուջանա։ Իսկ նոր մարդը, որ Քրիստոսով նորոգված է, դեվական նորոգության մեջ է, ոչ թե մեկ անգամ, այլ դեվական նորոգության մեջ է Քրիստոսով։ Ուզեմ այս բաժինը փակել Սուրբ Փարսեղ մեծ հայրաբեդի խոսքով, որում մեջ կսե միտքը Աստծո ճանաչելու զորություն ունի, ոչ թե արհեստական բանականությունը։ Միտքը Աստծո ճանաչելու զորություն ունի։ Եվ երբ որ գշեղի եւ նյութականի մասին մտածել, երբ որ մարդու միտքը գշեղի նյութականի մասին մտածել է եւ գխորի աստվածայինի մասին մտածել այն ժամանակ կնորոգվի այն ժամանակ կնորոգվի ուրեմն երբ որ միտքը նյութականի մասին չի մտածել
աստվածայինի մասին դեպական մտածե այդ ժամանակ է որ քո միտքդ միշտ նորոգության մեջ կլա Շատ բարի հետաքրքրական էր մեր այսօրվան առաջին բաժինը մենք առնենք մեր տատարը որ մենք հետ կշարունակենք դիրացու Շնորհակալ Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե, որ վանացայինի ստուդիոյեն ներս հյուրընկալած ենք Բուրչամուդի սրբոց կարասնից մանգանց եկեղեցվո տբրաբեդ Պարեշնոր Նորայր Սարգսակ Դալքլաջյանը, որ գխոսի այս աշխարհի մարդոց վարմունքը եւ Աստուծո ուզած գենտանի զոհը խորակրով։ Առաջին բաժնին մեջ դիրացուն ներկայացուց ընդհանուր առմամբ թե ինչ է աշխարհի վարմունքը այսօրվա ակնոցով եւ ինչպես նաեւ Բողոս Արաքյալին այն խոսքը որպես գենտանի զոհ հասկացողությունը մեզի ներկայացուց շատ բարի դիրացու մեր հաջորդ հարցումը բիդելլա հետեւյալը գարելի է այս աշխարհեն հերու մնալ եթե ոչ ինչպես դառնալ զոհ այս աշխարհին մեջ շատ բարի ուզեմ բատկերմը ներկայացնել այս առումով Երևակայինք նավը, որ ձովի ճուրերուն մեջ է և նավը, որ գնտանա տեպի նավահանգիստ, բնականաբար և երբ նավարարը թույլ դա, որ նավին մեջ ճուր մտնե, նավը գնգղմի Գամ երբ իր ուշադրությունը նավահանգիստի ճամփան ըլլալու փոխարեն շուրջը գտնվող փոթորիկները ըլլան, ալեգոզումները ըլլան, նավը թացյալ գնգղմի Հիմա նավը հասկնանք, որպես մեր կյանքը որոնց նավարարը մենք ենք իսկ զովը հասկնանք որպես այս աշխարհը զովը այս աշխարհն է զովեն անչափ մնալը անխուսափելի է չենք կնա զովեն անչափ մնալ անխուսափելի է
ուրեմն ցանկեն ալ անչափ մնալը նույնպես անխուսափելի է չեք գնալ ասել որ այս աշխարհեն դուրս կուզեմ ապրիլ մենք հոսքը գտնվենք բայց որպես նավաբեդը կամ նավարարը մեր ցանկին բեք չէ թույլ տանք որ ճուրը նավին մեջ մտնե այսինքն բեք չէ թույլ տանք որ աշխարհը մեր ցանկի մեջ մտնե այլապես մենք գնգղմինք անոր փորձություններու մեջ անոր վատ սովորություններու մեջ այլ պետք է մեր ուշադրության կենտրոնը լա նավահանգիստը կամ ունենանք ուշադրության կենտրոնը լա Քրիստոս որուն մենք կողվենք հիշենք նաև Պետրոս Արաքյալի մեկ օրինակը որ երբ ուզեց ծովի ճուրին վրա են քալել բահմը երբ կենտրոնացումը Քրիստոս չէր ալեգոս ծովներ անընկղմեցավ ուրեմն մեր կենտրոնացումը այս ցանկի մեջ պետք է լա Քրիստոսին հասնել չի դարվինք այս աշխարհի սենք խանգարիչ վարմունքեն ոչ ալ հուսահատինք եւ ասենք կուզեմ ցանկս վերջ գտնե բնավ այս ցանկի ընթացքով պիտի ընտանանք միդելան ալեգոզումներ փոթորիկներ բայց թույլ չտանք որ աշխարհի բոլոր դեսագի վարմունքները մեր ցանկի մեջ մտնեն եւ մեզի եւ մեր ցանկը միասնապար ընկղմելան որովհետեւ մենք կսենք ինչպես կնանք գենթանի զոհ լալ զոհի քաղաքարի մասին խոսեցանք սակայն շատերո համար դակավին ընդունելի չէ շատեր չեն ուզեր որևէ բան զոհել իրենց ունեցածեն կամ իրենց կյանքեն եւ գուզեն աշխարհի կյանքը վայելել հաջողանալ աշխարհի դված բոլոր բարիկներով աշխարհը ինչպես ասենք հյուրասեր է գհրամցնե բայց շատ հաջող չենք նկատել ան նաեւ արնելիք ունի մեզ մե շատեր որ գսեն չեմ ուզեր ուրիշին համար զոհվել կամ զոհել որևէ բան գուզեմ իմ կյանքս ապրիլ վայելել այնպես ինչպես ես գուզեմ բայց իրականության մեջ երբ որ կյանքի վայելքներուն մեջ երթա ինքը գզոհե բամը գզոհե իր հարստությունը գզոհե իր առողջությունը գնա զոհել իր թիրքը գնա զոհել նույնպես մարդիկ գնան զոհել իրենց ընտանիքը ինչու որովհետև գուզեն ապրիլ աշխարհի կյանքին համացայն գա ուրեմն զոհելու բաժինը իսկ գենթանի զոհ բարերը հասկանանք հետևյալ ձևով գենթանի հասկանանք ապրող իսկ զոհ հասկանանք որևէ բան որ գմադուցվի ուրիշի համար այսպիսով կհասկանանք գենթանի զոհը ուրեմն ապրիլ ուրիշին համար այդ ակնոցով եթե դիտենք մինչ եսասիրության մասին խոսեցանք նյութաբաշխության մասին հբարդության մասին մինչ այս բոլոր մեղքերը ուղղակի մարդու անձնական կյանքի հետ կապված են մարդու անձնական կյանքի զարգացման մասին են եսասիրությունը լա նյութաբաշխությունը լա եւ համայնքային կամ շրջանագի մարդոց կյանքի բարօրության մասին չեն Արաքյալը հստակորեն գսե որ դուք ցեզ ընկայեցեք համայնքին համար եկեղեցու համար ուրեմն գենթանի զոհ ուրիշին համար դուք ցեզ ընկայեցեք ծեր եկեղեցու համար ինչպես որ ասենք ինչ շնորհք որ ունի եկեղեցու մեջ թողլա ուրիշին ծառայության համար եւ զոհությունը այսօր որ չհասկանանք դիսական իմաստով դիսական թրվակոչ չհասկանանք օրինակ մտանք ծնողքը ասենք իր ժամանակը իր հանգիստը գզոհե զավակին բարօրգյան կապահովելու համար կամ ուսուցիչը իր գզոհե իր ժամանակը աշակերտին դասյարակելու եւ աբակայի մարդը գերդելու համար կամ հոգեվարականը նույնպես գզոհե իր ժամանակը մարդը աստծո մոդեցնելու համար կամ քերակույ բարակային ասենք զինվորը իր կյանքը գզոհե իր երկրին պաշտպանության համար այս բոլորը դիսական առումով չեն այս բոլորը կյանքի ընդհանուր վարմունք են կյանքի ընդհանուր ցև են ուրեմն դեվական զոհ դառնալու միտքը պիտի ունենանք մեր մեջ ոչ թե մեկ օր կամ մեկ անգամ բայց դեվական ամենօրյա ընթացքով եւ միշտ պետք է պատրաստ լինենք ամենօրյա ընթացքով զոհվելու զոհը եթե դիսական թրվածքին դուրս անենք կհասկանանք որ այդ մեկը պայմանական եւ ժամանակավոր չէ մենք օրինակը դվինք հրյա ժողովրդին որոնք դարին մեկ օր մգար պետք է պայման էր որ այդ ժամանակը գար որ իրենք այդ ժամանակը պետք է երթան զոհմալուցեն եւ պայման էր որ ուրեմն իրենք իրենց այդ քարնուկ տանին այս մեկը եղավ դիսական իմաստով որ դարի մեկ անգամ այս օրենքը պիտի գադարես բայց հոգեվոր զոհը որում մասին խոսենք դարին մեկ անգամ գադարվելիք բան չէ այլ դեվական եւ ամեն օր լարիկ պաշտամունք մնա որ ոչ թե միան եկեղեցիներս ադոր բادرեն դուրս նաեւ
եղող ծառայությունն է ուրիշին համար։ Որպես քրիստոնյա ուրեմն մեր պաշտամունքը, մեր հոգևոր պաշտամունքը կանոնական սահմանումով չվերջացնենք։ Օրինական ծևերով թող չլա։ Այսինքն ես պետք է եկեցի երթամ, որովհետև գերագի է երթամ։ Պետք է աղոթեմ, ուրեմն երթամ աղոթեմ։ Այդ բեգը նորեն եղավ մեքենայական։ Նորեն եղավ հրեական սովորության համաձայն։ Նորեն եղավ կանոնական, պայմանավոր, շաբաթը մեկ օր։ Բայց հոնգյա անտին պետք է ելա։ Օրական ընթացքով պետք է մատուցվի այդ բաժինը։ Եվ պետք է գիտնանք, որ Աստված չնայր այն աշխատանքը, որ մենք կնենք, բայց գնայի մեր շարժարիտը։ Աստված կզննե մեր սիրտերը, մեր միտքերը։ Ինչպես ապելի բարակային էր, նույնը նաև այսօր, նույն Աստվածն է։ Չնայր որ օքեյ մենք կացինք եկեցի, մենք բարեգործություն ունենք, բավարար է այսքան ոչ, գնայի մեր շարժարիտը ինչ է։ Մենք այդ մեկը սիրելով գնենք կամ որովհետև կգազենք օրենք է եւ պետք է անենք։ Քրիստոս Մատթեոսի ավետարանի մեջ գեղեցիկ ծավով գսե որ դեմգա գսե որ երբ դու զոհ պիտի մատուցես, բայց եղբորդ նեղացուցես, զոհոցիկե սեղանին վրա, նախ կնա եղբորդ է տաշտուր։ Նախ եղբորդ է տաշտուր։ Այդ զոհը որ մենք այսօր պետք է որ ունենք, ոչ թե եկեղեցական սահմանումի մեջ, բայց ատկե դուրս եղբայրասիրությունն է, նորամուտությունն է եւ բոլոր դեսագի քրիստոնեական առաքինությունները, որոնց մենք դաստիարակված ենք։ Շատ բարի։ Լավ դիրացու, որում պետք է նայել, կամ որ մե սորվիլ, որպես կերակույն օրինակ գենտանի զոհ արդայդության։ Օրինակները շատ են բացմության մեջ, օրինակները շատ են հայ եկեղեցու բացմության մեջ, կամ ընդհանուր քրիստոնեական եկեղեցու բացմության մեջ։ Կուզեմ անդրադառնանք հայ եկեղեցու բացմության, որու մեջ այս բարակային կուզեմ օրինակը բերել Սուրբ Սահակ Վարդև Հայրաբեդին եւ Մեսրոպ Մաշտոցին։ Ինչու՞։ Անոնք հայ ժողովրդի մշակույթը բահբանելու համար, հայու քրիստոնեական թիմակիցը բահելու համար եւ քրիստոնեական կյանքը բահելու համար քիրերու քյուդը կատարեցին։ Որ մե ամիջապես իդ առաջին բանը որ ըրին Աստվածաշունչը թարգմանեցին, որբեսի հայ մարդը ասոսմե հերու չլա, որբեսի հայ մարդը Աստծո խոսքեն հերու չլա եւ միշտ Աստծո խոսքը գարտալով ընթերցելով նորոգվի, հոգիով զորանա, հույսով զինվի։ Ինչու այս բաժինը գսեմ։ Այդ օրերուն 5-րդ դար մենք կխոսենք քիրերու քյուդը երբ որ դեղի ունեցավ, բոլորս կգրազեմ լավ գիտենք, որ Հայաստանը բաժնված էր Պարսկաստանի Բյուզանդիոնի մեջ։ Եվ այդ օրերուն ցուլումի վտանգ կար։ Ինչ պետք է լիներ որ մարդիկ չի ցուլվին։ Իսկ ցուլվիլը ինչ է։ Ցուլվիլը այդ օրերու մեջ եթե նայենք պատմության, այդ ժամանակվա հայ մարդը այդ օրվա կյանքը իրեն գսե որ երկու բյուզանդական գողմը կամ երկու բարսկական գողմը։ Այսինքն այդ օրվա արժեքները, այդ օրվա աշխարհի վարմունքը Հայաստանի ժողովրդի համար պետք է ուրեմն ուրիշի կյանքը ընտորինակել։ Բարսկական կյանքը կամ բյուզանդական կյանքը, բայց սուրբերը ադի չուզեցին։ Քիրերու քյուդը կատարեցին։ Զոհեցին իրենց ամբողջ ունեցած կարողությունները շնորհքը եւ հայերեն լեզու հանեցին, որովհետեւ մարդիկ այդ լեզվով մնան իրենց քրիստոնեական արժեքներու մեջ։ Որովհետեւ եթե այդ ժամանակ բաժնվեր եւ հայ ժողովուրդը ցուլվեր, ավելի ճիշտ է, հետանոսական կյանքի մեջ Պողոս Արաքյալի խոսքը գեղեցիկ ծավով արդեն մեզի բացադրե։ Հետանոսական կյանքի մի երտակ։ Ուրեմն այդ ժամանակվա հայ ժողովուրդը բեկչեր հետանոսական կյանքին դառնա։ Բեկչեր գրգին բարսկական հետանոսական կյանքին դառնա, կամ Բյուզանդիոնի բարդատրած օրենքներուն դառնա։ Այլ պետք է միշտ մնալ նոր մարդ մնալու համար Աստվածաշունչը պետք է։ Ադոր համար եկեցու հայրերը Աստվածաշունչ թարգմանությունը կատարեցին։ Ահա վասիկ իրենց կատարած զոհը համայնքի կյանքին համար։ Ուրիշ օրինակ մգնանք դալ Ջագադամարտը Մամիկոնյան Ջագադամարտը Վարդան Մամիկոնյան, որում մասին բոլորը շատ լավ գիտեն, որում մասին Եղիշե պատմիչ գսե անոնք մերան մարմնով, բայց գենտանի են իրենց հոգիներով շնորհիվ անձնազոհողության։ Բաղ մի հիշենք Արաքյալը ինչիսավ դուք ցեզ ընձայեցեք որպես գենտանի զոհ։ Նույնպես այդ բարակային ուրեմն այդ օրերուն Վարդան Մամիկոնյան եւ իր շուրջը գտնվող բոլոր հայերը, զինվորները, սպարաբետները, քահանաները ցոլոմի թեմտրին։ Նույն քաղաքապարն է, նույն ժողովուրդն է, նույն արժեքներն է, որ ունենք։ Իրենք Սահակ Վարդևի սերունդը եղած են։ Իրենք ցոլոմի թեմտրին գրգին անգամ ճուզեցին խռնվել
եւ Բյուզանդիոնի Դամբարսկաստանի աստվարակային իշխանության դակերտալ ճուզեցին իրականության մեջ հեթանոսության դակերտալ ուզեցին հայու քրիստոնյա թիմակիցը բայել այդ մեկը ընելու համար իրենց անձը զոհեցին եւ ադուր համար որ մենք մինչեւ այսօր գհիշենք իրենց անունները եւ գնանք օրինակ առնել Վարդան Մամիկոնյանի կամ մույս Սուրբ Հայրուն որոնց հիշեցինք մեր անձը զոհել համայնքի կյանքին համար որովհետեւ համայնքը դեվապար Քրիստոսի խոսքով առաջնորդվի անոր հետ նորոգվի եւ միշտ նորոգված լա այս օրինակները որուն մասին անդրադառնանք դագամի գնա շատ երկար լալ բայց ասենք ի վերջո օրինակներու գլխավորը Դեր Հիսուս Քրիստոս ինքն է Քրիստոս ինքը մարմնացավ մարդացավ եւ ծնավ գադարելավես ինչպես հավատամ կգսե ան մարմինը ստացավ եւ այդ մարմինը զոհեց ինչի համար ամբողջ մարդկության փրկություն տալու համար իր մարմինը զոհեց իր վրան արավ ասենք մարդոց մեղքերը իր հետ խաչ բարձացուց եւ հոն մեղքին մեղքը մահացուց մահվամբ զմահ կողյաց եւ մեզի հարության շնորհքը տվավ քերակույն օրինակը Քրիստոս ինքն է գսեմ որև ինքը անմեղներ որ զոհվեցավ մարդկության համար ուրեմն մենք պիտի հետևենք Քրիստոսին որովհետեւ գիտնանք ինչպես կրնանք գենտանի զոհլալ ինչպես կրնանք մեր ցանկերներս հոգեվոր ճշտամունք ներկայացած լալ Աստծո եւ ոչ միան Աստծո եւ Աստծո եւ նաեւ ուրիշը բոդեցնել Աստծո եւ Քրիստոսը գսորվինք իր մալոցած զոհակորձութենեն իդ կդեսնենք ադոր ատկի այդ ծլող բդուը հարությունը նույնը նաեւ Վարդան Մամիկոնյան կամ մույս սուրբերը Մեսրոպ կամ Սուրբ Սահակ որոնք քիրերուկի դգադարեցին ճագադամար դերին ադոր արդյունքը ինչ եղավ հայ ժողովուրդը որպես քրիստոնյա բահել եւ միջև այսօր հայ ժողովուրդը որպես քրիստոնյա բահբանվեցավ որովհետեւ ասնազողությունը իրենք կատարեցին այսպես մենք պետք է հասկանանք նաեւ եկեղեցին որ Քրիստոսի մարմինն է եւ գստանա քերակույն օրինակը Քրիստոսեն եկեղեցին այսօր իր բոլոր անդամներով իր եկեղեցական տասով սարգավակած տասով միշտ կարելին գնե գզոհվի ժողովրդին համար շատ բարի դիրացու նկատի ունենալով մեր ժամանակը մեր գարձեք թե մեր հայդակիրը իր ավարտին կհասնի բայց գուզեմ որ ծեր վերջին խոսքը խորթորը այսպես մեր ունգընտիրներուն եւ անգընտիրներուն խնդրեմ այո որովհետեւ մեր այսօրվա նյութը գենտանի զոհներ եւ միշտ նորոգված լալներ միշտ նորոգված լալու համար ես կուզեմ ունգընտիրներուն եւ անգընտիրներուն ասել որ պետք է դեվագան կապ ունենան Աստվածաշունչի հետ եւ եկեղեցու հետ մենք այսօր ընթերցեցինք բացատրեցինք ասենք Հռոմայեցիներուն նամակի 12-րդ գլուխը լավ գլա եթե մեզի հետևողները փանան իրենց ավետարանը նորոգ դագարանի 6-րդ գիրքն է Հռոմայեցիներուն նամակը եւ ընթերցեն 12-րդ գլուխը ամփոփչացնեն միջև վերջ եւ դեսեն արաքյալը ինչ կսե այս մասին այսինքն դեվագան նորոգված լալու համար չսպասենք որ միշտ ուրիշը կա եւ մեզի մղե բայց մենք ունենք ընելիք մենք ունենք աղոթքի ժամանակ մենք ունենք ընթերցանության ժամանակ մենք եւ պետք է զաստված լսենք եւ պետք է նաեւ անոր մեր խոսքը ասենք եւ այս մեր եւ կգադարի Աստվածաշունչով եւ կգադարվի բարի կորցությամբ եւ կգադարվի եկեղեցի երթալով որևէ մեկը թող չսե որ ինքը ասենք որևէ շնորհք չունի եւ եկեղեցու մաս չգնալալ այդպես բան չկա Սուրբ Հայրերը այդ չեն ասել այնքան որ մգրդված եք եկեղեցու անդամ եք դուք ադոր մաս կգազմեք դուք հոմ պետք է ներգալակ դուք պետք է մասնագից դառնաք եկեղեցու առաքելության որքան ավելի մարդով լեցվի եկեղեցին այնքան ավելի գադարյալ գլա եկեղեցին եւ երբ որ անցը միան եսասիրության մասին մտածե միան իրանցը մտածե միան իրանցի մասին աշխատած գլա բայց երբ որ ուրիշի մասին մտածես ուրիշը քո մասին մտածե ուրեմն մեկ հատ երևակայեցեք թե ամբողջ եկեղեցիմը քուլավ լալոտ կուզե ոչ թե միայն դու ամբողջ եկեղեցիմը գուզե որ դու նորոգվիս ամբողջ եկեղեցին գուզե որ դու հնութենեն դուրս ելես հիշենք ներսեր շնորհալի շարագանը արավոտ ուսոյի մեջ կսե նորոգող հնությանց նորոգյա եւ զիս նորոգ զարտարիա ուրեմն դեվագան նորոգվելու համար Քրիստոսի պետք է երթանք չի բավարարվինք միան քարոզներ աղոթներ լսելով ունենք աշխատանք տանելիք ունենք եկեղեցի երթալու ադեն այլապես եթե եկեղեցին հերու մնաք առանց սկուշելալու եւ առանց նկատելու աշխարհի վարմունքները կընթորնակեք եւ օրեօր գերանակ աստծո
դեվական ցերգաբը պետք է որ եկեցու հետ լա շնորհակալություն Շնորհակալություն վարձիտ կդար եղբայր ասված հավատքիդ եւ գոչումիդ մեջ հաստատ բահ է Փագելե առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը Օրտնություն երկեցեք դիրոջ Օրտներկեցեք դերը երգինքեն Օրտներկեցեք զայն Թուք որ բարձունքներուն մեջ կփնագիք Օրտներկեցեք զայն բոլորդ ով անոր հրեշտակներ Օրտներկեցեք զայն բոլորդ ով երկնային փանագներ Օրտներկեցեք զայն արև ու լուսին Օրտներկեցեք զայն բոլորդ լուսադու աստղեր Օրտներկեցեք զայն ով բարձրակույն երկինքներ եւ երկինքներեն վերև գտնվող ճուրեր Թող անոնք դիրոջ անունը օրտներքեն, որովհետև դերը հրամայեց եւ անոնք քոյացան։ Զանոնք Հավիդյանս Հավիդենից հաստատեց եւ ոչ մեկը անոր թրած կանոններեն դուրս կուքա։ Օրտներկեցեք դերը երգրեն, վիշապներ եւ անթունդներ, գայձակ, գարգուտ, ծուն, մարախուղ, հով ու մռիկ որ անոր խոսքին գհնազանտիկ լերներն ու բոլոր փլուրները բդղապեր ծառերն ու բոլոր մայրիները քազաններն ու բոլոր անասունները սողունները եւ բոլոր թրջնազգիները աշխարհի թակավորներն ու բոլոր ժողովուրդները իշխանները եւ երկրի բոլոր գարավարիչները երիտասարդներն ու աղջիկները ձերերն ու մանուկները Թող օրտներկեն դիրոջ անունը, որովհետև միայն անոր անունն է վեր փոլորեն, անոր պարկը վեր է երգրեն ու երգինքեն, դերը պարծրացուց իր ժողովուրդին պարկն ու բադիվը, անոր օրտներկություն գնձայեն բոլոր իրեն հավադարիմները, Իսրայելի որդիները, իրեն մոդիկ ժողովուրդը, օրտնություն երկեցեք դիրոջ, ամեն, ամեն Բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն Վանացայն